Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին միջամտությունների մասին տեղեկատվությունը իրականություն է ձեր դիտարկմամբ, թե կա այստեղ չափազանցության ինչ-որ որոշակի ամպլիտուդ։ Ես կարծում եմ, որ իշխանության կողմից բարձրաձայնված այսպես կոչված հիբրիդային սպառնալիքի թեմայի հիմքում ավելի շատ արևմտյան աջակցություն ստանալն է եւ ներքին դաշտում անդիմադիր տարբեր ուժերի դեմ օգտագործելն է, որովհետեւ իրականության մեջ համարել որ կա սպառնալիք ինչ առումով հակադարձելով իշխանությանը։ Իսկ օրինակ տեսել եք, որ ընդդիմությունը դրսից այսպես ասած տղա հրավիրի, ասի արեք հիբրիդային հարձակում կային վրա, արեք այդ աջակցությունը ապահովելու։ Հայաստանի իշխանություններն են, որոնք ունեն բոլոր հնարավորությունները։ Ընդդիմությունը ասում է վերադարձեք նախկին երաշխավորին։ Դա նույնը չէ։ Տեսեք, նախ այդ սխալ մոտեցումը ողջ ընդդիմության վրա բերել եւ տարածելը հիմա դա էլ հասկանանք եւ երկրորդ առումով ես կարծում մի փոքր այլ է ձևակերպումը հիմնականում ովքեր խոսում են այդ թեմայով նրանց մոտեցումը այն է որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չպետք է խարխլել թողել մի կողմ ես ինքս այս հարցով իմ տեսակետը հետեւյալն է մենք չենք կարող Ռուսաստանի հետ շարժվել այն իրողություններով որոնք մենք ամրագրել ենք 90-ականներին կամ 2000-ականների սկզբին որտեղ աշխարհը շատ արագ փոփոխության է ենթարկվում եւ իրավական բազան եւ դրանց մեխանիզմները շատ դեպքերում չեն աշխատում։ Մի բաներ, որոնք աշխատել են 15-20 տարի առաջ, այսօր դրանք կարող են չաշխատել կամ աշխատել 50% արդյունավետության եւ ես նրա օգտին եմ որպես կանոն խոսում, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամբողջությամբ վերանայվեն։ Ոչ թե վերցնել, գցենք մի կողմ համարենք, որ դրան գոյություն Իսկ որևէ մեկը ասում է պետք է գցել են։ Այլ վերաարժավորել այս հարաբերությունները։ Գիտեք, ուղիղ ասումով կան Հայաստանի իհարկե ուժեր, որոնք ասում են, որ Ռուսաստան տարածարակ պետք է հարաբերություններ չկառուցել, որտեղ Ռուսաստանը մշտական սպառնալիք է եւ խնդրեմ է Հայաստանի Հանրապետության համար, բայց հիմնականում նրանք ոչ այդքան երևացող դերակատարներ են։ Քարոզչական հարթակներից հնչող մտքերն են, նույնը հնչում է ռուսական հարթակներից, որ Հայաստանը վերածվում է եվրոպական սպասարկուի, հա։ Դուք դրա հետ համաձայն եք, որ Հայաստանը որևէ մեկի սպասարկուի է վերածվում։ Գիտեք, ես Եթե Ռուսաստանի հետ փորձում է իրավահավասար պայման հարաբերություններ հաստատել, դա ուրիշի սպասարկում կարելի է։ Գիտեք, այստեղ երկու խնդիր կա, որը իրանք իրար հետ հակադրվող են։ Այն հարցադրումները, որոնք դուք ներկայացրեցիք, դրանք մեկը ինչ-որ մասով չափազանցված է, մյուսը լրիվ այլ թեմա է, ասեմ ինչի մասին է խոսքը։ Մի փայլուն օրինակ բերեմ, դրա վրա կառուցեք էլի ձեր խոսքը։ Զելենսկին գնում է Բաքու, ռուսական քարոզիչը ոչ մի բառ չի ասում։ Չէ՞։ Հա։ Գնում է ամբողջ կազմով ադմինիստրացիայի։ Ну, ես լսել եմ մեկնաբանություններ, որոնք եղել են Զելենսկու Բաքու կատարած այցի, հատկապես դրա ռազմական բաղադրիչի քննարկման համար։ Չէ, այն թույնը, որ թափվում է հիմա Հայաստանի գլխին Զելենսկին, որ եկել է Երևան, նույնն է, ինչ Բաքվի նկատմամբ։ Ես չեմ կարող ճիշտ ասած համեմատել, որտեղ Ես կարող եմ, ես հետևել եմ։ Ես երկու դեպքում մոնիտորինգ չեմ արել, տեսել եմ արձագանքներ, բայց չեմ կարող ցավալային առումով գնահատական տամ, բայց Զելենսկու մասով իմ մոտեցումը հետևյալը։ Նախ սա եղել է ֆորմատ, որի կազմակերպիչը թե այդ Հայաստանն էր եւ դա Երևանում է կազմակերպվել, բայց դա ունի իր խաղի կանոններն ու մոտեցումները եւ անկախ Հայաստանի իշխանությունների կամքից, եթե եվրոպական համայնքը ցանկություն ունեցել որ Զելենսկին լինի, Զելենսկին լինելու էր այստեղ։ Նույնը վերաբերում է նաեւ Զելենսկու հայտարարություններին, որովհետեւ որևէ մեկը չի կարող որևէ երրորդ պետության ղեկավարին ասել, գիտեք, եթե դուք իմ երկրի տարածք եք գալիս, ապա այս կամ այն չափով այս կամ այն բնույթի հայտարարություններ չարեք։ Այսինքն ես այս մասի վրա չեմ ուզում որոշակի ձևով կենտրոնանալ, որտեղ դա Հայաստանի որևէ իշխանությունից կախված հանգամանք չէ։ Այստեղ խնդիրը այլ բան է մեջ, որպեսզի հնարավորություն չդառնա Երևանը կամ Հայաստանը հարթակ չդառնա Ռուսաստան դիմակայության մեջ ներքաշվելու առումով։ Հիմա բայց երկրորդ առումով մարդիկ ինչ են ասում են իրանք Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետը, որը վարում է ընդհանուր միջոցառումը որպես հյուրընկալ երկիր, իր շահերին վերաբերող թեմային չի արձագանքում, ու մնաց Ռուսաստանի հետ կապված հարցը լինի, վարչաձայնի, ասի գիտեք Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ այլն։ Կարծում եմ հայաստանյան դաշտում շրջանառվող մեծ թվով մոտեցումները ավելի շատ կենտրոնացումը երկրորդական հարցերի վրա է։ Հիմնական խորքային թեմաներ կա, որոնք պետք է շատ ավելի ուշադրություն դարձնել, քան այդ է։ Ես մի օրինակ բերեմ այս առումով, երբ որ օրինակ Ֆրանսիայի նախագահը շոշափում էր Հայաստան տեղակայված ռուսական կոնտինգենտի կամ սահմանապահների հարցը
Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք այս պահին կարողություններ չունենք, բայց աստիճանաբար նրանց ոնց որ տեղափոխելու ենք։ Օրինակ, այս թեման շատ ավելի իմ համար ծանրակշիռ եւ մեջը բավականին մեծ սպառանիկներ է պարունակում, քան շատ-շատերը, որոնք մենք իրավիճակի բերումով քննարկեցինք։ Ինչի համար եմ ասում։ Հարցենի չի, թե այստեղ կարևորը ռուսական զինվոր լինելն է, թե ֆրանսիացի զինվոր լինելու հանգամանքը։ Խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը, երբ որ բացահայտ ցույց է տալիս, որ ռուսական զինծառայողները այստեղ են, քանի որ ինքը հələ որ խնդիր ունի իր սահմանի ապահովությունը համար, բնական է չէ, որ Ռուսաստանը իր շահեր ունի։ Հենց այնպես ոչ մեկ չի գալիս կոնտինգենտ տեղակայում, դա մենակ Ռուսաստանին չի վերաբերում։ Միացյալ Նահանգներին է վերաբերում եւ այլն, որը հիմա Եվրոպայում է քննարկվում։ Այսինքն այստեղ խնդիրը լրիվ այլ թեմայի մեջ է եւ պետք է հասկանալ։ Իսկ կարող ենք բերենք իրավիճակը մի կետի, երբ Ռուսաստանն ասի, որ եթե այստեղ խնդիրը միայն միակողմանի շահերի տեսանկյունից է, դե գնացեք դուք ձեր հարցը լուծեք, ես իմ կոնտինգենտը հանում ենք, ու մենք կանգնենք կոդրած տաշտակի առաջ, որովհետև մեր հնարավորություններն ու ռեսուրսները այսպես դրա հնարավորությունները չեն տալիս։ Տաշտակը ինչ է, բայց պիտի ավարտենք ինձ հուշեցին ժամանակի համար։ Դուք ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում եք։ Ոչ։ Չէ։ Ինչպես եք մասնակցելու այս ընտրություններին, ինչ մասնակցություն եք ունենալ։ Հանրապետականը իր համագումարում, ապրիլի 4-ին տեղ ունեցած համագումարում իր առաջնահերթությունները արտահայտել է ոչ միայն ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերում, այլ նաև ընտրական process-ներում ընդդիմադիր ուժերի սատարման տեսանկյունից, սկսած հանձնաժողովներում մեր ներկայությունից, վերահսկողական ֆունկցիոնից, վերջացրած քարոզչական ողջ ծավալով հանրապետականը կարող եք ասել ձեր կողմնորոշումը արդեն, չէ՞, ինչպիսին է։ Մենք հայտարարել ենք, որ կոնկրետ որևէ ուժի սատարում հայտնելու որևէ խնդիր մենք չենք դրել, ու այս պահին այդ թեման մեր համար որևէ ձևով ակտուալություն չի ներկայացնում։ Մենք համարում ենք, որ իրական ընդդիմադիր ուժեր կան, որոնք այսօր մասնակցում են խորհրդարանական պայքարին, մենք եւ հրապարակային եւ ըստ նրանց հետաքրության նաեւ առանձին խողովակներով հայտնել ենք, թե մենք ինչ հնարավորություններ ունենք եւ ինչով կարող ենք մեր ներուժը օգտագործել ընդհանուր պայքարում հաջողություն հասնելու համար եւ այդ ուժերի հետ տարբեր մասերով մենք աշխատում ենք։ Երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերից քարոզչական արշավ է մեկնարկել։ Մեկը մյուսին հակադրումով օրինակներով չբերեմ անվանական օրինակներ, վստահ եմ ծանոթ եք այդ։ Դրա հիմքը որտեղ է։ Հանրապետականի տեսակետը եղել է եւ դա մնում է անփոփոխ, դա որևէ ձևով չի բխում մեր շահերից, դրանք որևէ ձևով չի բխում մեր առաջնահերթություններից։ Մենք որոշակի բարբերականությամբ արձագանքում ենք այն ժամանակ, երբ որ ինչ-որ բան է կուտակում կամ կա խիստ անհրաժեշտություն։ Այլ բան է, որ կան նաեւ տարբեր դերակատարներ, տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, որոնք տարբեր դաշտերից փորձում են նաեւ ասոցացնել մեր հետ եւ դա էլ նույնպես կապվում է ընդհանուր հանրապետականի այս կամ այն դիրքորոշման հետ, բայց մենք կարծում շատ հստակ է, շատ պարզ ենք, մեր մոտեցումը արտահայտում ենք։ Հանրապետականը այդ թվում իր ղեկավարի Սերժ Սարգսյանի շուրթերով դրա մասին իր մոտեցումը արտահայտել է, որ մենք ընդհանրապես այդտեղ շահագրգռվածություն չունենք եւ ես կարծում եմ, որ այս թեման հատկապես ընտրական փուլում որքան քիչ հարցարծվի, այնքան լավ։ Ամեն դեպքում երկրորդը երրորդի հասցեին ասում է, չգիտեմ իր հասցեին է թե ոչ։ Երկրորդ նախագահը երրորդի ուղղությամբ ասեմ, որ դուք որոշեք հասցեատերը։ Իրավահաջորդի հարցում սխալվել եմ։ Ում է հասցեագրված այդ միտքը։ Գիտեք, անկեղծ ասած, երբ որ հետ գնանք, իսկ դուք ակնհայտորեն ձեր փորձի առումով կարող եք հետ գնալ այդ ժամանակահատվածին եւ տեսնել, թե ովքեր են եղել 2006, 7, 8 թվականին հիմնական դերակատարները եւ իրականում ովքեր հնարավորություն ունեին երրորդ նախագահի կարգավիճակ ունենալուն, ապա կարծում եմ, որ փորձառու գործիչների համար, ովքեր այդ ժամանակահատվածում նաև ակտիվ լրագրության մեջ են եղել կամ քաղաքական դաշտում են եղել, շատ ակնհայտ է եղել Սերժ Սարգսյանը որպես դերակատար, Սերժ Սարգսյանը որպես հանրապետականի ղեկավար, դեռ չեմ խոսում հանրապետականի մասին, որը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում եղել է հիմնական առանցքային գործող ուժը, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում առանցքային գերատեսչության ղեկավար, պաշտպանության նախարարը, Անդրանիկ Մարգարյանը վարչապետը եւ այլն, այսինքն այնքան ակնհայտ է եղել երևությունը, որ 2008-ի նախագահը պետք է ներկայացված լիներ կամ հանրապետականից կամ առնվազն հանրապետականի աջակցությամբ։ Այնպես որ այդ թեման կարծում եմ այդքան էլ ակտուալություն չունեմ։ Ոչ երբեք Վարդան Օսկանյան։
Եթե Վարդան Օսկանյանը ուներ այդ հնարավորությունը, Ռոբերտ Քոչարյանը կարծում եմ այդ մասով ավելի շատ կասի թե ինչ է եղել կամ ինչն է եղել նրա հիմքում, որ Վարդան Օսկանյանը այդ կարգավիճակում չի եղել։ Դա անցյալ է, թողնենք անցյալը։ Շնորհակալություն, որ եկաք։